Իսրայելը շուրջ 20 օր է ինտենսիվ ռմբակոծում է Լիբանանի հարավային հատվածը։ Զոհերի թվում հարյուրավոր կանայք ու երեխաներ կան։ Բժիշկներ եւս զոհվում են։ Վիրավորներին օգնելու համար բուժանձնակազմերը չեն հերիքում։ Լրատվականներն այս նորություններին զուգահեռ հայտնում են, որ լիբանանյան բանակը չի հակադարձում Ցախալին։ Մարտի 2-ին Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը հայտարարեց, որ իրենք արգելում են Հեզբոլլայի ռազմական գործունեությունը երկրում։ Դրան հակառակ խմբավորման ուժերը սկսեցին հրթիռակոծել Իսրայելը։ Լիբանանում գործող Զարթոնք հորաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ներկայացնում է Հեզբոլլայի դերը։ Հեզբոլլան օդից ինգած ռազմագերբություն չէ։ Հեզբոլլայի համագիրները ամբողջ համայնքն են, որ շիա համայնքն է։ Իրենք լիարժեք լիբանանցիներ են, Աբու ապրած եւ այլն։ Սակայն իր պատկանելիությունը, գաբերը, ֆինանսը եւ այլն բնականաբար եւ ինքը բնավ չէ դարձած մասին կստանա Իրանեն։ Հեզբոլլան Լիբանանի մեջ որպես ռազմագերբություն իհայտ եկավ 1982 թվականին, որ արդյունք էր իսրայելյան գրավումին Լիբանանի Բեյրութ մայրաքաղաքը։ Հեզբոլլահը ռազմական առումով գերազանցում է պետական բանակին, այն շատ ավելի լավ զինված է, մեծ է նաև շիա համայնքը։ Հեզբոլլան նաև կառավարության մեջ է, այսինքն Հեզբոլլայի նախարարներ կան, ազգային ժողովի մեջ Հեզբոլլան ունի իր բլոկը եւ այս բոլորին վրա ունի զենքը։ Այդ զենքն է, որ իրեն ավելի ուժեղ կդարձնի Լիբանանի մեջ եւ այդ զենքը չհանձնելու համար է, որ Հեզբոլլան կպայքարի, որովհետեւ իրեն համար գոյությունական խնդիր է, առանց զենքի ինքը դառնա մյուս ուսուցիչներու նման ինչ-որ ուսուցիչություն։ Հեզբոլլայի զինաթափումը Լիբանանի կառավարության ուժերից վեր է, ասում է Սևակ Հակոբյանը։ Նման փորձը քաղաքացիական պատերազմ հրահրելու ամենակարճ ճանապարհն է։ Շատ դժվար է Լիբանանի կառավարության այն թևի, որ ասենք Հեզբոլլային գուզե այլևս չափի սահմանի մեջն է, այդ թևին համար չափազանց դժվար է, իսկ լիբանանյան բանակին համար թե ռազմականորեն անգարելի է եւ թե այլ մտահոգություններով անգարելի է, որովհետեւ ոչ թե միայն Լիբանանի մեջ քաղաքացիական պատերազմ դրահարի այսպես, այլ նաև ինքը բանակն ալ գտիցվի, որովհետև բանակի անդամակցության գեծը շիա համայնքն է, այսինքն մոլլայի մեկ հրանքով Լիբանանյան բանակի շիա անդամները զենքերը վար գտնեն եւ կամ իրենց զենքերը կդարձնեն բանակի մյուս մասին։ ԱՄՆ-ի ու Իսրայելի պահանջը կատարելու արդյունքը կարող է Լիբանանի ոչ միայն պառակտվելու, այլև կիսվելու պատճառ դառնալ, բացատրում է բանախոսը, ավելացնում արևմուտքի պայքարի ռազմավարությունն այս խմբավորման նկատմամբ գաղափարական սխալ ունի։ Եթե արևմուտքի մեջ կամ նաև մեր հասկացողությամբ կյանքը բացարձակ արժեք է, գերակույն արժեք է, շիայի մոտ, իսլամի մոտ ճիշտ հակառակն է։ Հանուն հավատքին կամ այս բարակային քիչ մեկ չափազանց շահավատ ասենք հանուն հայրենիքին զոհաբերությունը կամ մեռնիլը դա նահատակություն է եւ բադիվ է։ Հետեւաբար Իսրայելի դժվարությունը կամ արևմուտքի դժվարությունը ինչպես Հեզբոլլայի նաեւ Իրանի դեմ պատերազմելու այս գաղափարական հիմքն է, որ ոնց կարելի է մեկուն մահ մերցնելով կամ սպանելով վախեցնել, երբ որ ինքը երազում է մեռնել։ Հեզբոլլայի խնդիրը պաղեստինյան պետության վերականգնումն է։ Հիշենք, որ այս խմբավորումն օգնել է Լիբանանի ազատագրմանը։ Իսրայելը տարածքային պահանջ Լիբանանի նկատմամբ չունի, բայց շարունակելու է հարվածել հյուսիսային հարևանին այնքան, որքան այնտեղ գործում է Հեզբոլլահը, ամփոփում է Սևակ Հակոբյանը։ Հայտնում Բեյրութահայերի շրջանում զոհեր գրեթե չեն լինում։ Ռազմական գործողությունների թիրախում հայկական թաղամասեր չկան։